Այնպես չէ, որ անարդյունք է։ Մենք էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն ունենք հանդիպելու, նամակը գրված է, պետք է օր նշանակեն, հանդիպենք ու մի շարք հարցեր ենք դրել, հա, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու համար։ Մենք սպասում ենք իրենց ոնց որ պատասխանին եւ այդ օրը լինելու։ Հանդիպումից դուրս գալուց առաջ ձեր բազմաթիվ գործընկերներ դժգոհ էին էկոնոմիկայի նախարարությունից, ասելով, որ իրենք ընդհանրապես խնդրից տեղյակ չեն, ուղղորդում են այս նախարարություն։ Չէ, գիտեք ոնց է, ըստ երևույթի մեր նախարարությունները ոչ մեկ իրավասուչի ինչ որ մի որոշում կայացնելու, հա, առանց գերագույն հրամանատարի, հա, ես այդպես եմ հասկանում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ну, իրականում ինձ թվում է դա այդպես է։ Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ մենք չենք կարա, դա մեր գործը չի, որ մենք նման օրենքը կասեցնելու ինչ որ բան տանք, բայց դե եթե էկոնոմիկայի նախարարությունը այդ ամեն ինչի հետ կապ չունի, այսինքն մեր երկրում պետք չէ, հա, երևի այդ նախարարությունը։ Ասում է Նիկոլ Փաշինյանը բազմիցս պաշտպանել է հարկային այսպես կոչված փոփոխությունն էլ է պաշտպանել, ասել է, որ ճիշտ է այս փոփոխությունը եւ դուք պետք է կարծեք հարմարվեք իրավիճակի, ներկայացնեք փաստաթղթեր եւ այլն, այսինքն օրենքի տառին համապատասխան պետք է գործեք։ Այս առնչությամբ ինչ դիտարկումներ ունեք, Փաշինյանը շարունակում է պաշտպանել, հետեւաբար եթե նշում եք, որ էկոնոմիկայի նախարարն էլ ասել է ինքը իրավասու չէ կասեցնել, որը պիտի լինի հաջորդ քայլը ձեր։ Հաջորդ քայլը մենք էլի հավաքվելու ենք, էլի մեր ձայնը լսելի ենք դարձնելու։ Ինչ մնում է պարոն Փաշինյանը, որ ասում է դա ճիշտ է։ Ի սկզբանե իրանք ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ որ իրենք արտահայտվում են, ոչ միայն պարոն Փաշինյանը, շատերը, հա, կառավարությունից, ասում են, որ եթե դուք թղթավորեք ձեր ապրանքները, ընդհանուր մինչև 1% դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել։ Նման բան գոյություն չունի։ Տեսեք, մարդը, որ յուրաքանչյուր տնտեսվարողը ապրանքը թե կներմուծի, թե ինչ որ մեկից թղթով կառնի, հա, այդ թուղթասվածով, այդ հատվածն է 1%։ Մնացած չէ որ այդ մարդը պետքա շահույթ էլ ունենա, ինչ որ մարժա պետքա, չէ՞ գա ապրանքի X ապրանքի վրա։ Այն շահույթը ենթադրենք sense վերցնենք X մի հատ գումար վերցնենք 1000 դրամ ենթադրենք, այդ 1000 դրամից ինքը 1% հարկվելու, եթե ինքը 500 դրամ մարժա գավերեն, չէ որ ինքը ծախսրել ունի լրացուցիչ, այդ 500 դրամից ինքը արդեն հարկվելու է 10%։ Հիմա անդեի ինչ թուղթ պետք է լինի, հա, որ այդ տոկոսը իջացնեն 1%-ի։ Ես այդպես բան չեմ տեսնում այդ ամեն ինչի մեջ։ Նաև ձեր միջոցով մեծ բիզնեսների վրա դուրս գալ, որովհետև մեր երկրի ամենամեծ խնդրեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ են տանում։ Իմ կարծիքով խոշորներին իրանք լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն խոշորները ով են, հա, թող իրանց վրա աշխատեն, ինչ են փոքրերին նեղում։ Ասում է, որ ящик ար ящик, բրաբուս ար բրաբուս պիտի հետ բերի, ձեր մեջ կան այդպեսի մարդիկ, որ քշում են ящик, բրաբուս։ Իհարկե ոչ։ Չէ։ Չունենք բրաբուս մենք, ոչ ящик ունենք, մարմնագույն մեջ ապրանք է։ Արկղ էլի, բայց ոչ ящик-ա։ Այդտենց պետակ առևտրի կենտրոնում։ Իհարկե։ Գալիս են դեր։ Համ եւ կան եւ գալիս են։ Հավաքվում են դեր ժողովուրդը։ Նորմալ առևտուր լինում է։ Այսօրվա դրությամբ այս տարին ինչ սկսվել է, հունվարից սկսված, առևտուր գոյություն չունի։ Պարոն Փաշինյանը, որ 10 միլիոնից խոսում է, ասում է դա օրը 27000 դրամ է անում, հա, տարեկան։ Ասում է դա 27000-ն ինչ թիվ է, որ մարդիկ չեն անում, հա, բայց հավատացեք շուկայում մարդիկ կան, որ ընդհուպ 3 օր մեր ժողովրդական լեզվով ասված սվտա բառ հա գոյություն ունի, մարդիկ սվտա էլ չեն անում 3 օրով։ Երբ որ Սուրմալուի պայթյունից հետո հա փեթակում ստուգումներ էր եւ մի քանի օր փակ էր, շուկան չէր աշխատում, շատ մեծ թվով աշխատակիցներ դուրս են եկել, ինչպես կառավարության շենքի մոտ, այնպես էլ տարբեր գերատեսչություններ։ Ինչու այսօր այդ նույն քանակը չենք տեսնում։ Դե այսօրվա դրությամբ տեսեք, էլի գալիս ենք նույն հարցին, քանի որ առևտուր չկա,
յուրաքանչյուր տնտեսվարողը մտածում է ինքը իր աշխատանքի տեղում գտնվի, կարող է Այսօր ասացիք աշխատանքային չէ, փակ է շուկան առավել ևս։ այսօր հանգստի օր է բնականաբար։ Չէ, հիմա եթե մենք համեմատականներ ենք անցկացնում, ես իմ միտքը չեմ ավարտում, դուք ձեր երկրորդ հարցն եք տալի, հա։ Տեսեք, այն ժամանակ յուրաքանչյուր մարդ ուզում էր աշխատել։ Ամբողջական շուկան փակ էր, հա, մարդիկ դուրս էին եկել փողոց, որպեսզի թույլ տային շուկան բաց լիներ եւ աշխատեին։ Այսօրվա դրությամբ չաշխատելու ինչ որ բաներ չկան, հա, բայց աշխատանք չկա, գործ չկա, առևտուր չկա։ Մարդիկ էլ մտածում են գտնվեն աշխատավայրերում, ինչ որ մի հարց կարանան լուծեն, այդ նույն հարկը գոնե կարանան աշխատեն, հարկը տան, որ խնդրի առաջ չկանգնեն, գործ չեղած ժամանակ մի հատ էլ ինչ որ տուգանքներ լինի, երամսյա հաշվետվությունը ժամանակին չտան, հա, տեղավարձեր կան, որը որ ոչ մեկին հետաքրքիր չի, դու աշխատել ես, թե չես աշխատել, տեղավարձդ պետք է տաս, որ կարողանաս շարունակես քո աշխատանքը։ Դա նպաստում է այսօրվա դրությամբ մի խոսքով լավ կյանքից չէ, եթե մարդիկ առևտուր ունենային, գործ անեին, հաստատ 3 օր էլ, 4 օր էլ, 10 օր էլ կփակեին իրենց հաշվին, կգային իրենց ձայնը, կբարձրաձայնեին, բոլորին հետաքրքիր է, բոլորը հարցնում են, մասնակցում են ինչ-որ մի այլ ձևով, ոչ թե ֆիզիկապես տեղ կանգնած, այլ ձևով ինչ-որ, ասենք, իրանց մոտիկներին են, հա, այս ամեն ինչը կիսվում են, ասում են, եւ մարդիկ գալիս են, այս չէ, որ չեն գալի։ Արթուր Գևորգյան։ Շնորհակալություն։ Համեցեք։